իշխանություն է, որ ականատես ենք եղել բոլորս, ինչ անեմ։ Հա։ Այսպիսի թույլ իշխանությունը բնականաբար պետք է դիմեն այդ միջոցների, բայց ամենայն դեպս կարծում եմ ժողովրդի համար այդ փուչիկը պայթեց, որ իրենք ժողովրդի կողմից վստահություն ունեցող իշխանություն են ասպայել։ Իսկ իմացեցին չէ հայտնի բերման ենթարկվածների մասին, ինչ տեղեկություններ ունեք, Արտաշատի գրասենյակի մեր համակիրներն են, մեր անգամ կին տեխնացու կա, մեր ցուցակում գտնվող կին տեխնացու կա, իրենց մեջ նորից թիրախավորում են կանանց, նորից ճիշտ ասած տեղակ չեմ, բայց համոզված եմ հերթական այսպես ոչ եթերային ասեմ սարքոցին է։ Հիմա հայտարարությունը կտարածենք տեսնենք, ինչպես տեսակ Բացարձակ տեղեկություն չունեք, հնարավոր 15 հոգու բերման ենթարկել ու որևիցե կասկած չունենաք ինչի համար են։ Դե հենց տեղեկություն ունենայի, Փայլակ ջան, կնշանակեր համագործակցում եմ իրենց հետ։ Հիմա 15 հոգու եկել են, խուզարկություն արել են, բերել են այստեղ։ Խուզարկություն են արել, ինչ են հայտնաբերել, ձեզ ոչ մի բան հայտնի չէ։ Չէ, անկեղծ ասած ինձ անձամբ հայտնի չէ, որովհետև տարածքային հեռու գրասենյակը չեմ կարող ամբողջովին տեղյակ լինել։ Այս պայդրությամբ մենակ Արտաշատից եմ տեղյակ, բայց նաև շատ ինֆորմացիաներ ունեմ, որ ներքին կարգով հրավիրում են մարդկանց տարբեր կառույցներ պետական, իրավապահ խոսում են հետները, հորդորում են, չգիտեմ եւ այլն, որոնք ոչ օֆիցիալ տարբերակով են, ու ռեպրեսիաներ են ամեն դեպքում, էլի։ Հնարավոր է նույն կասկածանքով է, որ բարեգործության մասին օրենք է խախտվել եւ լուրերի, այո, նույն կասկածանքն է, որը ինչպես տեսակ երկու տարբեր դատարաններ անգամ այսպիսի ճնշման համոզված եմ, որ ճնշում է եղել, բայց անգամ այդպիսի ճնշման դեպքում չկարողացան անգամ տնային կալանք տալ մեր աղջիկներին, որովհետև փաստական հիմք որպես այդպիսին չկա։ Դատարաններն էլ կամաց-կամաց սկսեն հասկանալ, որ պետք է իրականում արդարադատություն լինի։ Հունիսի 8-ից հետո մենք դատախազներին էլ կազատենք այդ լծից, քննիչներին էլ կազատենք այդ լծից, որովհետև չի լինելու այլևս իրավապահ մարմինների աշխատանքի խոչընդոտում կամ պատվերներ։ Պարոն Հազինյան, եւ այս իրողություններին զուգահեռ իշխանության ներկայացուցիչները նշում են, որ ընտրակաշառքի բաժանում Հայաստանում չի լինելու, բացառվում է։ Ինչ է կարծում, նրանց այս հայտարարությունները ում են ուղղված եւ ինչպես է կմեկնաբանվում։ Ես ուզում ասեմ, ես իշխանությունների հետ ունեմ 100% տարաձայնություն, բայց գտել եմ միտեղ, որտեղ իրենց հետ համակարծիք եմ, եթե իրենք ազնիվ են։ Դա այո, կաշառք, ընտրակաշառք չբաժանելն է։ Մեզ մոտ կա քաղաքական որոշում, փետրվարի 8, եթե չեմ սխալվում, նախագահի այդ հրամանագրից հետո ուժեղ Հայաստան կուսակցությունը ունի քաղաքական որոշում եւ տաշիր բարեգործական իմաստով եւ ընդհանրապես, որովհետեւ գիտեք, մեր կուսակցության շատ անդամներ չհայտարարվող բազմաթիվ բարեգործություններ են արել, նաեւ անձնական, այսինքն առանց իրենց անունների, անգամ դա են կանգնեցրել բոլորս։ Որպեսզի չեմ կարող ասել, հիմա տեսեք մեծ կուսակցություն է, մի քանի տասնյակ հազար մարդ արդեն համակիրներով, կուսակցականներով, ես որտեղից իմանամ մեկ անձնական ժամանակին իր հորեղբոր որդուն կամ չգիտեմ ինչ որ մեկին մի հատ փոքր հին հեռուստացույց ունեցել, խոստացել է, թե չէ։ Պատկերացրեք, այսինքն այստեղ խնդիրը համակարգվածության մասին է։ Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, իրենց մոտ բազմաթիվ այսպես կոռուպցիայի դեպքեր բացահայտվեցին, ինչքան էլ չբացահայտվեցին, չէ՞ իրենց փոքրիկ խմբակի մեջ։ Հիմա եթե մի հատ հարկայինի տեսուչ կաշառքա վերցրե, թող վարչապետը հրաժարական տա։ Եթե այդ լոգիկայով են գնում։ Մենք հայտարարում ենք, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը դեմ է ընտրակաշառք բաժանելուն, անգամ խոստանալուն եւ յուրաքանչյուր մարդ, որ այդ քայլը կանի, ինքը մեզ էլ է դեմ, այսպես ասած։ Հիմա դրանից հետո արդեն մի դեպք ինչ որ եթե անգամ, նորից եմ կրկնում, չկա այդպիսի բան, եթե անգամ ինչ որ մեկին նվեր տա, ինչ անենք, ծնունդների չգնանք, մեր բարեկամների հետ հարազատություն չանենք, որն է դրա տարբերակը։ Եվ ամենակարևորը իրենք պետական բյուջեին ընտրակաշառք են բաժանում, մեր կողմից վճարված հարկերից ընտրակաշառք են բաժանում, բոլորն են հասկանում, չէ՞։ Ես որպես օրինակներ ասեցի, վերջին հաշվով կյանքը շարունակվում է, մարդիկ ապրում են։ Հիմա նորից կրկնում եմ, բազմաթիվ մարդկանց օգնել են, այսպես աստվածաշնչյան 10-րդ են տվել։ Հիմա կներեք, դա էլ են կանգնացրել,
այսինքն ոչ մեկի հետ այլևս ես որպես օրինակ եմ բերում, մնացածը արդեն Համատարած մարդկանց ձայնագրում են ունեք մտավախություն, որ կարողա ձեզել են գաղտնալսում, ոչ միայն մտավախություն եմ, այլ նաև համոզված եմ։ որ ձեզ գաղտնալսում։ Այո, եւ շատ դեպքերում բաց գծով էլ խոսում եմ, որովհետեւ չեմ անում եւ չեմ խոսում մի բան, որը հակաօրինական է։ Ինչպես նաև մեր քաղաքական թիմի շատ անդամներ։ Ես եմ շնորհակալ։ Ձեր փաստաբանական խմբի անդամներ Այո, երկու հոգու մեղադրանք առաջադրվել ինչքան տեղյակ եմ, այդ երկու հոգու փաստաբանները ներսում են։ Ես երկուսի մասին ինֆորմացիա ունեմ։ երկրորդ ով է։ Չեմ կարող ասել ամենը։ Ոչ թե չեմ ուզում ասել, այլ չգիտեմ։ Իսկ պատգամավորի տեխնացին ով է ձեր Մեր Հասմիկ Ամիրզադյան Արտաշատը։ Շնորհակալ եմ։